Տեղյակ եք, որ տասնյակ հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել Իրանի տարբեր քաղաքներում և պահանջում են իշխանությունների հրաժարականը։ Իսկ տեղյակ եք, թե ինչ կապ ունի այս ամենը ԱՄՆ-ի հետ, Վենեսուելայի հետ, Ռուսաստանի հետ, Մեծ Բրիտանիայի հետ, Չինաստանի հետ, Կուբայի հետ, Հայաստանի հետ, որը մեզ ամենաշատն է հետաքրքրում և մտահոգում։ Մի փոքր ավելի սկզբից։ 1941 թվական Երկրորդ համաշխարհային ժամանակ ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիան միասին որոշում են նեյտրալ Իրանին գրավել։ Տրամաբանությունը սրա այն էր, որ եթե մենք չանենք, հնարավոր է Իրանը անցնի Գերմանիայի ազդեցության տակ, և քանի որ Իրանն էլ նավթի մեծ պաշարներ ունի, լավ կլինի մենք Իրանը գրավենք, որը նաև մեզ կմատակարարի նավթ։ Այս ընթացքում շահը հրաժարվում է գահից և իշխանությունը փոխանցում է իր 21-ամյա որդուն։ Տիրապետության տակ լինելով ԽՍՀՄ և Մեծ Բրիտանիայի դառնում է նրանց դաշնակից Երկրորդ համաշխարհայինում։ Դրա ավարտից հետո 46 թվականին Մեծ Բրիտանիայի և ԽՍՀՄ զորքերը դուրս են գալիս այնտեղից, սակայն նավթային ամբողջ պաշարները շարունակում են մնալ Մեծ Բրիտանիայի տիրապետության ներքո, և Մեծ Բրիտանիան կորզում էր այդ նավթից ստացած շահույթի գերակշիռ մասը, և հետզհետե մարդկանց մոտ սա սկսում էր դժգոհություններ առաջացնել, և 1950 թվականին Իրանի պառլամենտը, Իրան ուներ շահ և պառլամենտ, որը ընտրում էր վարչապետ, Իրանի պառլամենտը որոշում է կայացնում պետականացնել նավթը։ Այդ ընթացքում ժողովրդի կողմից մի սիրված քաղաքական գործիչ կար Մոհամմեդ Մոսադաղ, որը բանակցում էր անգլիացիների հետ և փորձում էր, առաջարկը նրան էր, որ ասում էր եկեք կիսենք 50-50, չէր ասում ամբողջովին մեզ վերցնենք։ Անգլիացիները չեն համաձայնվում և հետևաբար պառլամենտը կայացնում այդ որոշումը և վարչապետ է նշանակում, այսինքն ընտրում են վարչապետ Մոհամմեդ Մոսադաղին, որը որ պետք է իրականացներ այդ ծրագիրը։ Այս ամենի ֆոնին Մեծ Բրիտանիան և ԱՄՆ գաղտնի պլան են կազմում Իրանում հեղաշրջում իրականացնելու, որպեսզի ունենան իրենց համար նպաստավոր կառավարություն, որը չի ցանկանա այդ նավթային պաշարները պետականացնել։ Ի դեպ թերահավատներին ասեմ, որ բոլոր փաստաթղթերը հենց ինքը ԱՄՆ հատուկ ծառայություններն են հետագայում հրապարակել, հիմա կան հրապարակված, և սա ինչ պատմում եմ ճշմարտություն է բացարձակապես։ Եվ նրանց հաջողվում է իրականացնել այդ հեղաշրջումը մեկ տարի անց, և նրանք դա իրականացնում են շահին և բանակի կառավարության դեմ գործող ուժերին ֆինանսավորելով, աջակցելով, և Մոսադաղին վերցնում են տնային կալանքի, որը նաև բանտարկության մեջ էլ մահանում է։ Շահը ստանձնում է ամբողջական իշխանությունը Իրանում, ստեղծվում է կոնսորցիում, նավթային պաշարների կորզման մեջ նաև ավելանում են ամերիկյան 5 ընկերություններ, և փոքր-ինչ ավելացնելով Իրանին թողնվող բաժինը, բայց էլի գերակշիռ մասը շարունակում են կորզել իրենք։ Ստեղծում են որոշակի ավելի բարեկեցիկ պայմաններ, քան նախկինում էին, որպեսզի մարդկանց մոտ ընդվզում չառաջանա։ Իհարկե կային շերտեր, որոնք ավելի գիտակից էին, հասկանում էին ինչ է կատարվում և դեմ էին այս ամենին։ Դրանցից էր նաև Խոմեյնին, ներկայի հոգևոր առաջնորդը։ Նրան ինչ-որ պահի հակադրվելու համար այս քաղաքականությունը ձերբակալում են, այնուհետ աքսորում են երկրից, սկզբից Թուրքիա, հետո Իրաք։ Բայց նույնիսկ աքսորի մեջ Խոմեյնին շարունակում էր իր ուղերձները և ժողովրդին ընդվզելու կոչեր էր անում։ Շահը, որպեսզի կարողանա կոտրել պոտենցիալ ընդվզումները, Իրանում ստեղծում է հատուկ գաղտնի ոստիկանություն Սավակ կոչվածը, որը ուներ աջակցություն ամերիկյան հատուկ ծառայությունների և ուշադրություն Իսրայելի հատուկ ծառայությունների։ Այդ ժամանակ Իսրայելը և ԱՄՆ համարվում էին սերտ դաշնակիցներ Իրանի հետ։ Այնինչ հիմա դուք գիտեք, որ Իրանի ներկա ղեկավարությունը և Իսրայելին, և ԱՄՆ-ին, և Եվրոպային համարում է թշնամիներ։ 1979 թվականին վերջապես ժողովուրդը ոտքի է կանգնում, համախմբված ընդվզում է։ Խոմեյնին, որ այդ ժամանակ մեծ աջակցություն էր վայելում ժողովրդի կողմից և մեծ հեղինակություն ուներ, Իրաքից վերադառնում է և ստանձնում է իշխանությունը, իր վրա է վերցնում իշխանությունը, այնուհետ իրականացնում է հանրաքվե, որով երկրի կառավարման կարգը փոխում է, այսինքն երկիրը դառնում է կղերական պետություն, հոգևոր առաջնորդությունը դառնում է երկրում վերջնական որոշումներ կայացնող, այսինքն ժողովուրդը էլի նախագահ է ընտրում, բայց ամեն դեպքում որոշումների էական կարևոր որոշումներ կայացնում է հոգևոր առաջնորդը։ Չմոռանամ ասել, որ մեկ տարի անց Իրաքի հետ պատերազմ է սկսվում, Իրաքը հարձակվում է Իրանի վրա։ Իմ համոզմամբ դա տեղի է ունենում ամերիկյան և այլ ուժերի, արտաքին ուժերի ցուցումով։ Մենք գիտենք, որ Իրաքը այդ ժամանակ էլ Սադամ Հուսեյնը լավ հարաբերություն ուներ ԱՄՆ-ի հետ, և հետո տեսանք, թե Իրաքի հետ ինչ տեղի ունեցավ, այսինքն պատրվակ բռնեցին, որ այնտեղ կան քիմիական զենքեր, անօրինական զենքեր և այլն, մտան Բուշի
հրամանով մտան, ավիրեցին իրաքը, բայց հետո պարզվեց, որ ոչ մի բան էլ չկար։ Եվ այս ամեն ինչի հետևանքները մինչև հիմա Իրաքում տեսնում ենք ինչ է կատարվում, իսլամական խալիֆաթություն ծնվեց, լիքը մարդկանց կոտորեցին, եզդիների ցեղասպանություն տեղի ունեցավ, այս ամենը հետևանք են այս աշխարհաքաղաքական իրենց շահերը սպասարկելու հետևանքով այլ պետություններին ստրկացնելու, ռեսուրսներ կորզելու քաղաքականության։ Նաև արդարության համար ասենք, որ Իրանի ներկայ իշխանություններն էլ այդ արտաքին ազդեցությունների ճնշումներից վախեցած իրենք էլ սկսել էին ներսում ժողովրդին ճնշել, համատարած ճնշումներ էին կիրառում, որը շարունակվում է նաև առ այսօր, եւ նաև սա է պատճառը, որ ժողովուրդը ընդվզում է։ Այս ընթացքում ԱՄՆ շարունակաբար չի թաքցրել իր մտադրությունը Իրանը նորից Իրանում իշխանափոխություն անելու, բացահայտասում են, որ դա իրենց օրակարգում կա։ Շահի որդին, որը հիմա գտնվում է ԱՄՆ-ում, ԱՄՆ-ի քաղաքացի է, նրանք շարունակաբար շահի որդուն իրենց աջակցությունն են հայտնում, շահի որդին կոչեր է անում հիմա փողոցվալ մարդկանց դուրս գալու, իրեն համարում է օրինական իշխանություն եւ ուզում է իշխանություն ստանձնել Իրանում։ Նա նույնիսկ հանդիպում է Իսրայելի վարչապետի հետ պարբերաբար, Իսրայելի վարչապետն էլ է նրան իր աջակցությունը հայտնում, այսինքն այս process-ները ինչ տեղի են ունենում Իրանում, անմասն չեն դրսի միջամտությունից։ Եվ այս ամբողջ պատմության առանցքում ի՞նչն է, նավթը, այն ինչի համար Վենեսուելա մտան եւ վերջերս Մադուրոին գերեվարեցին։ Իրանին մեղադրում է ԱՄՆ, որ Վենեսուելայում իրենք ստեղծել են տարբեր ռազմաբազաներ, որտեղ իրենք մարզում են տարբեր մուսուլմանական խմբավորումների ծայրահեղական Համասին եւ այլոց։ Մենք գիտենք, որ նաեւ Չինաստանը մեծ գնորդ էր Վենեսուելայի նավթին, նաեւ իրանական նավթի, քանի որ Իրանը գտնվում է սանկցիաների տակ, ապա այդ նավթը չի վաճառվում միջազգային շուկաներում, այլ ուղիղ վաճառվում է Չինաստանին եւ այլ պետությունների։ Եվ հետեւաբար ԱՄՆ, քանի որ իր օրակարգի անվտանգության օրակարգի առաջին կետում Չինաստանը դրված է որպես տանկ, հիմա բացեիբաց իրականացնում այն քաղաքականությունը, որպեսզի կարողանա Չինաստանի այս մեծ թափով զարգացման ընթացքը դանդաղեցնել եւ նույնիսկ կասեցնել եւ հետեւաբար կտրում է բոլոր այն օղակները, որտեղից Չինաստանը էժան կամ ավելի հասանելի պայմաններով վառելիք է ստանում, տարբեր հանքանյութեր է ստանում։ Վենեսուելայից հետո դե իհարկե թիրախում Իրանը պետք է լիներ, եւ ամիսներ առաջ Իսրայելի եւ Իրանի միջև կարճատև պատերազմ տեղի ունեցավ, հրթիռակոծեցին միմյանց։ Մենք գիտենք, որ նաեւ Համասը, որը ուներ աջակցությունը Իրանի, կարելի ասել խոշոր հաշվով ջարդվեց Գազայի եւ մնացյալ տարածքներում։ Մենք գիտենք, որ Հեզբոլահը, որը Լիբանանի ուժերից էր, էլի ուներ շիա Իրանի աջակցությունը, նույնպես պարտության մատնվեց եւ հանձնվեց, եւ այս պայմաններում Իրանը կարելի ասել հիմա թուլացած է եւ Իրանի իշխանությունները կարելի ասել ծանր վիճակում են։ Եվ վերջի ամենակարևոր մեզ հետաքրող հարցը, բայց ամենը մեր վրա ոնց է անդրադառնալու։ Հայաստանը կարելի ասել սեպիպես խրված է թուրքական աշխարհների միջև։ Սա նաեւ թուրքական աշխարհներն են հայտարարում, այսինքն Թուրքիա եւ մնացյալ պետությունները Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան, սրանք բոլորը թուրքական պետություններ են, թուրքախոս պետություններ։ Եվ իրենց օրակարգն է այս բոլոր պետությունները, ինչքան էլ որոշները դրանցից մեզ կարող է հիմա բարեկամ են ձևանում, որպեսզի այս տարածաշրջանում Հայաստան չլինի եւ իրենք լինեն միասնական։ Սա հատկապես Թուրքիայի մեր մասով համար 1 օրակարգն է։ Եվ այս տարածաշրջանում այս օրակարգի դեմ է հանդես գալիս Իրանը առաջին հերթին, ինչու՞։ Ոչ թե որ Իրանը մեզ շատ է սիրում, այլ որովհետեւ Իրանը հասկանում է, որ երբ թուրքական աշխարհները միանան եւ մեկ միասնական ուժ դառնան, Իրանի վիճակը շատ ավելի ծանր է լինում, որտեղ պատմականորեն գիտենք, որ նաև Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանում հեգեմոն դիրք զբաղեցնելու կռիվ են անում։ Վտանգները նրանում է, որ այս տարածաշրջանում, երբ Իրանը դառնա օրինակ ամերիկամետ իշխանություններ այստեղ լինեն, Իրանի համար մեկ կլինի, թե Հայաստանի վիճակը ինչ կլինի այդ ընթացքում, քանի որ այդ իշխանությունները ի սկզբանե ենթակա կլինեն ԱՄՆ-ին։ Ցավոք սրտի պետք է նաև արձանագրենք, որ այս տարածաշրջանում ԱՄՆ-ի գլխավոր գործակալը եւ գործընկերը Թուրքիան է եւ հետեւաբար նա իր քաղաքականությունները իրականացնում է նաեւ թուրքական ծիրում, այսինքն Թուրքիայի այնպիսի քաղաքականություն է իրականացում նաեւ մեր մասով, որպեսզի Թուրքիայի շահերի հետ համահունչ լինի։ Հետեւաբար, եթե Իրանում եղավ իշխանափոխություն եւ այնտեղ հաստատվեց օրինակ շահը եկավ էլի իշխանության, շահին ամերիկացիները բերեցին իշխանության, ապա մենք վստահորեն կարող ենք ասել, որ Հայաստանի գոյաբանական ռիսկերը շատ ավելի մեծանալու են։